Ողջույն։ Մենք եկել ենք Hard Rock ակումբ երաժշտական, որտեղ տեղի է ունեցել իմ առաջին մենահամերգը Երևանում։ Գիտեք, ես մարդու են տեսակն եմ, որ եթե Միքայելը գցեց, գնալու եմ մինչև վերջ, մանավանդ որ երբ զգում ես քո ճանապարհը ճիշտ է, այսինքն դու գնում ես այն ճանապարհով, որով պետքա գնաս, հետդարձ չկա։ Սա ոչ միայն սկզբունքի հարց է, տեսակի հարց է, այլ նաև չեմ ուզում շատ ինչ-որ այսպես մեծ ու պաթետիկ բառեր ասել, բայց առաքելության հարց երևի, որ եթե ասած մարդուն ինչ-որ մի, չասեմ տաղանդ, դա պետք է հանդիսատես ասի, շնորհ է տալիս, դու պատասխանատու ես այդ շնորհի համար, եւ իհարկե հուզմունքը կար առաջին անգամ, երբ մտա այստեղ, բայց մի լավ խոսք է, ասում է ամենահամարձակ մարդը, ամենաքաջ մարդը նա է, ով կարողանում է վախենալ բոլորից թաքուն։ Իմ մոտ կարծում եմ այդ տարբերակն էր։ Մեր Երևանյան առաջին համերգի օրը հենց այստեղ Hard Rock ակումբում, պես ասում են, ոչինչ երբեք պատահական չի լինում, ամեն ինչ ճիշտ ժամանակին է սկսվում։ Նույնիսկ ավելին ասեմ, երբ ես գնում եմ տարբեր ոլորտներ, օրինակ բանկ եմ մտնում, տեսնում եմ այնտեղ մարդիկ ինչպես են 9-ից 6 աշխատում կամ գնում եմ այլ ոլորտներ, որտեղ իսկապես մարդիկ դա մի քիչ վատ բառ է, բայց չարքաշ աշխատանքով են զբաղվում։ Ես ամեն անգամ դուրս եմ գալիս ինչ-որ կառույցից, ասում եմ ամենայն անկեղծությամբ, այսպես խաչակնքվում, ասում շնորհակալ եմ քեզ Տեր, որ դու ինչ-որ մի բան տվել ես ինձ, որ ես գնում եմ այլ ճանապարհով, իմ ճանապարհով, եւ այդ ճանապարհը շատ փշոտ է, շատ տատասկներով լի է, բայց իմն է, եւ շատ այդտեղ հեքիաթ շատ կա, ասեմ այսպես։ Հուզվում եմ, ես ինձ վատ եմ զգում եւ այլն, ես առաջին մասնագիտությամբ ռեժիսոր եմ եւ պատկերացնում եք, եթե ռեժիսորը հուզվում է, ինչ է անում, ինքերին հավաքում է, որտեղ դու դերասանների մոտ չես կարող ցույց տալ, որ գիտեք, ես հուզված եմ, ես ինչ որ բանից վախեցած եմ, անհանգստացած եմ, եւ այդ ռեժիսորական բնավորությունը ինձ երկի պարագայում շատ է պետք գալիս, այսինքն հավաքվել, երբեք ցույց չտալ, որ անհանգստացած ես, վախեցած ես եւ այլն։ Չեմ կարող ասել, որ այդպես վախ էր, ավելի շատ դա պատասխանատվություն է, որովհետև առաջին համերգն էր Երևանում, գիտեք, գալու են ընկերներ, բարեկամները, այդպես շարունակ։ Ամեն դեպքում զգացողությունները այդ երբ լարվածությունից հետո ինչ-որ բան ստացվում է, դրանից հետո գալիս ես նույն վայր, հիշողությունները շատ հաճելի են, ավելի քան լարված։ Դե մինչև բեմ հասնելը բավականին ճանապարհ անցանք, ճիշտն ասած։ Դե ես Մոսկվայում եմ ապրում, ճիշտ է, այս վերջի 3 տարիները հիմնական ավելի շատ Երևանում եմ լինում, չեմ կարող ասել լրիվ տեղափոխվել եմ, բայց վերջի 3 տարին կարելի ասեմ 70-80%-ով Երևանում եմ եղել, բայց իմ գործիքավորողն էլ էր Արման Փահլևանյանն, ինքն էլ էր Մոսկվայում, մենք աշխատում էինք Մոսկվայում, գործիքավորումները արեցինք, բերեցինք, բայց դե հայ երաժիշտների հետ պետք է էլի համերգ իրականացնենք, որովհետև հայկական երաժշտություն է։ Շատ Արման իհարկե երաժիշտներին հավաքեց, որովհետև ես, ինչպես ասացի, առաջին մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ես ավելի շատ դերասանների էի ճանաչում, քան դերասանների, ռեժիսորների, քան երաժիշտների։ Արմանը խումբը հավաքեց, շատ լավ երաժիշտներ, հետաքրքիր մի բան էլ ասեմ, մենք սկսեցինք մի վայրում, հետո այնպես ստացվեց փորձերը, որ այդ վայրում փորձերը չկարողացանք շարունակել եւ մեր թմբկահարը, բարաբանշիկը, ռուսերեն ասած, կներեք, ոչ հայերեն բառի համար, թմբկահարը ուղղակի բարաբանշիկ է, մի տեսակ չի ասոցացվում իմ մոտ, մեր մեծ երաժիշտ մայստրո Արա Գևորգյանի որդին է, Դավիթը, ինքն էլ հրաշալի երաժիշտ է, Դավիթը ասաց, գիտեք, եկեք մեր տանը փորձ անենք, եւ մենք մեր փորձերի մեծ մասը Արա Գևորգյանից տանն ենք արել, իրենց տան հարևանությամբ մեր սիրելի մայստրոն ունի փորձատեղ ունի եւ առանց այսպես շատ սրտաբաց առաջարկեցին, մենք այնտեղ էինք փորձերը անում, մեր մայստրոյի տիկին էլ շատ լավ մեզ ընդունում էր, իհարկե մենք իրենց գլուխը տանում ենք մեր փորձերով, սուրճ խմելով եւ այլն։ Կազմակերպչական հարցերը քույրերս արեցին Սոնայի գլխավորությամբ։ Եկավ համերգի օրը։ Ինձ ասում էին, որ ես լարված եմ։ Բայց խնդիրը նրանում է, որ ես ոչ թե լարված էի, այլ ես այսպես դային վրա
Սովորաբար արվեստի մարդ ինքը հաճույք է ստանում այդ process-ից, երբ խաղում է, երգում է եւ այլն, բայց քանի որ իմ առաջին համերգն էր, ես ավելի շատ իմ վրա պատասխանատվություն էր դրած, որովհետեւ մեր շատ սիրելի հանդիսականի երբեմն թվում է, որ երգիչը դե ասած ձայնը տվել է դուրս եկար երգեցիր, բայց ես ասում եմ բեմ այն վայրն է, որտեղ պետք է լինի սիրտը տաք, գլուխդ սառը, անպայման։ Եթե դու այսպես տրվեցիր միայն տարերքին պետք է տրվես, բայց եթե տրվեցիր միայն տարերքին, դու շատ բան կձախողես։ Եվ ինչպես ռուսերեն բառով էլի ասում են մեր ոլորտում պրավալ գտաս, դրա համար իմ համար այդպես պատասխանատու էր ինքը, կարող եմ ասել։ Երգչուհի չէ, ձախողումը այդպես էր, որպես դերասանուհի, հա։ Կուրսում ես բավականին հեռու էի դերասանի վարպետությունից, ես զգում էի, որ իմ մեջ մի բան կա, որ անհնար է, որ ես ապաշերով լինեմ այդ հարցում, բայց դեռ շուտ էր ինչ-որ հայտ ներկայացնել, բայց ես որպես այսպես ամբիցիաներ ունեցող մարդ մտածեցի, որ չէ, պետք է հաղթել, հաղթարել վախը, գնալ եւ մրցույթի մասնակցել դերասանի վարպետության մրցույթներ կային Թատերական ինստիտուտում, դերասանի վարպետություն, բեմական խոսք, երգ։ Ես կարդում էի Դերենիկ Դեմիրճյանի Չակոնա պատմվածքը։ Հիմա ինչպես հիշում եմ, բավականին անհաջող էի կարդում։ Հերոսի ապրումներով ես շատ sense հուզված էի, հուզվում էի եւ դուրս եկան իմ կուրսեցիները գրկեցին ինձ, ես այսպես հուզված սկսեցի լացել եւ այլն բան, բայց դա ավելի շատ իմ արդյունքներն էր, ոչ թե ես որպես դերասան էի կարողացել հասնել դրան, դա տապալում էր եւ ես չանցա անգամ այդ նախընտրական փուլը, այսպես ասած, բայց ես կարծում եմ ճիշտ էր նման իրավիճակներում ինքս ինձ դնելը, որովհետեւ հենց աճը մարդու դրանից է գալիս։ Բարդ համերգներից կարելի է համարել իմ համար, որովհետև եկել էին իմ բարեկամները, ջերմ ողջույններ իմ սիրելի բարեկամներին։ Իմ բարեկամները շատ լավ մարդիկ են, բայց այն պատասխանատվությունը, որ դու ունենում ես բարեկամների ներկայությամբ, անծանոթ հանդիսականի մոտ, մի քիչ այլ ես դու։ Իսկ բարեկամների մոտ այդ ձգվածությունը կա, մանավանդ հորեղբայրներս էին նստած այսպես առաջին սեղանների մոտ։ Շատ լարված էի այդ հանգամանքով։ Մինչև համերգը սկսելը, դե մենք այսպես տեխնիկական փորձ ունեինք, երկու կին ինձ մոտեցան, հենց ակումբում էին գտնվում։ Այդ կանանցից մեկը մոտեցավ ինձ, ասեց. «Վայ, Շուշանիկ ջան, գիտեք չէ, հատուկ Սպիտակից ձեր համերգի համար ենք եկել»։ Պատկերացնում եք, Սպիտակ քաղաքից եկել էին համերգի համար։ Ես ասեմ, որ ես շատ վաղ եմ արթնանում։ Եթե Մոսկվայում եմ, արթնանում ժամը 5-ին, եթե Երևանում եմ 6:30, այդպես։ Արթնանում եմ իհարկե ես էմոցիոնալ, այսպես տեմպերամենտով ակտիվ մարդ եմ, այնքան եմ շարժվում, որ տնեցիք են արթնանում։ Դա հատուկ չեմ անում, բայց այդպես է ստացվում։ Առավոտը սկսվում է ավելի շատ ինչ-որ այսպես ինտելեկտուալ բանով կարդում եմ կամ գրում եմ, ինչպես ասացի, ես առաջին մասնագիտությամբ ռեժիսոր եմ ու սցենարի, գրականության հետ կապված անընդհատ ինչ-որ աշխատանք կա։ Ինձ թվում է ես լացում եմ, բայց չգիտեմ ինչ եմ լացում։ Բացարձակ։ Թումեցի Թատերական ինստիտուտ, մեր շատ սիրելի Սոս պապիկին, այ հիմա հուզմունքը կարծում եմ հենց այդ առիթով կլինի։ Ռեժիսուրայից հետո գալ դեպի երգ, չեմ կարծում, որ ինձ համար այսպես մեծ բարդություն էր, չնայած որ երգչի գործը իր դժվարությունները ունի։ Երբ ես լսում եմ, կարդում եմ տարբեր դերասանուհիների, երգչուհիների կյանքի պատմություններ, հասկանում եմ, որ ինձ մոտ եղել է կտրուկ հակառակը։ Ես երբեք չեմ ցանկացել լինել դերասանուհի, երգչուհի, չնայած որ մեր ընտանիքում արվեստը, այսպես օդի նման բան էր, այսինքն մեր համար այնքան բնական էր արվեստով ապրելը, շնչելը, զբաղվելը, մասնագիտության առումով արվեստի ոլորտում մարդ չունեինք, բայց կարծես արվեստը դա մեր էությունն էր, ձայնի, ոնց որ ժողովուրդն ասում, ձայնի փրթիկ չունեի փոքր ժամանակ, այսպես խռպոտ ձայնով երեխա էի, եւ նույնիսկ երբ գնացի ընդունվելու մեր հանրակրթական դպրոցի երգչախումբ, ինձ ասացին. «Շուշանիկ ջան, գիտես, դու լավ լսողություն ունես, բայց ձայնը ընդհանրապես չունես»։ Ես լացելով տուն եկա, ասացի. «Մամա, գիտես, ինձ չընդունեցին երգչախումբ, ասացին ձայն չունես», մամաս ասաց.
Սպասի, դու դեռ իրենց ցույց կտաս։ Ենք քաչտոմի զավակներն ենք չենք վախի Մենք քաչտոմի զավակներն ենք չենք վախի Մանր-մունր փորձանքներից չենք փախչի Մանր-մունր փորձանքներից չենք փախչի Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն Ինչ էլ որ լինի չենք հանդուրժի պարտություն Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն Ինչ էլ որ լինի չենք հանդուրժի պարտություն Ձայնը գիտեք այնպիսի բան է, ինքը ֆիզիկական երևույթ է, սովորաբար գենետիկորեն է անցնում, իսկ ես երգող գերդաստանից եմ, երգող ապարանցիների գերդաստանից, և ես կարելի ասել 4-5-րդ սերունդն եմ, այսպես ձայնեղ, բայց գիտեք ձայնը այնպիսի բան է, որ երբեմն դժբախտաբար լինում է, որ այդ անցումային տարիքում հասունացման շրջանում մարդիկ կորցնում է և կամ բացահայտվում է, ինձ մոտ երկրորդների մոտ բացահայտվեց ձայնը, ու խմել հաստատ չի օգնում, որովհետև ես երբ փոքր էի ու այսպեսի հիմա մի քիչ վատառողջ եմ դրա համար է ձայնս խռպոտ, իսկ փոքր ժամանակ սա իմ նորմալ ձայնն էր, ես պարբերաբար այսպես հում հավկիթներ էի խմում, ասեմ որ բացարձակ չի օգնում։ Ձայնալար ինքը մկան է ու ինքը լավագույնս գործում է, երբ հանգիստ վիճակում է։ Երկրորդ տխուր եմ, բարկացած եմ, հուսահատված եմ, հիասթափված եմ, չեմ երգում։ Երբ հիվանդ եմ, նույնիսկ այնպիսի հիվանդություն, որ օրինակ ձայնալարերի հետ կապ չունի, ես միևնույնն է, հենց ես սկսում եմ երգել, մաման ասում է, ըհը, երեխես առողջանում է։ Այսինքն երգը իմ համար ինքը ամեն ինչով առողջության մասին է, առողջ ֆիզիկական վիճակի, առողջ հոգեբանության, առողջ մտածողության և կենսահաստատ բան է երգը շատ։ Ընդունվեցի երգի պետական թատրոն, բայց պրոֆեսիոնալ երգով չէի զբաղվում։ Ընդունվեցի երգի պետական թատրոն, Արտուր Գրիգորիչն էր հավաքում, նոր սերունդը կարելի ասել։ Սովորաբար երգի թատրոն ուներում է ստուդիա, որտեղից հիմնականում գնում են ստուդիայից են թատրոն մտնում երգիչները և բոլորը իմանում են ուր են գնում, բայց ես հեռուստատեսությունից լսել եմ, որ ինչ-որ գովազդ կա և այսպես, եմ որ ասում եմ, ինչ երգ գիտեի, այդ երգերով գնացել էի, կեք ես պահին չհնչեցնեմ, որտև կարող է ագրավները հավաքվեն, դեռ չեմ ապակինվել։ Գրիգորիչի խոսքը հիշեցի առաջին, շատ էինք, երգիչները շատ էին, ովքեր ընդունվել էին երգի թատրոն, այդպես առանձին, որ ասեմ լսել էր ինչ-որ մարդկան 50-ից ավել էինք, մեր ժողովրդական խմբի համերգը, որ ինքը բեմադրում էր, առաջին անգամ կարել ասել լսեց իմ երգը, ես երգում էի Ալեքսեյ Հեքիմյանի իմանին, այսպես լայն ժպտաց, ասեց, ապրես աբարանցի ջան։ Ապարան, ապարան, խիզախ ապարան, հայ զենքով, հայ զորքով, թուրքի դեմ նարան։ Առաջ երթեն պետք է ունենաս բնավորություն։ Այդ ամեն ինչը այսպես կարելի է մեղադրել, չգիտեմ, ծնողներին, պետության, իհարկե շատ բարդ է ու ես ինքս էլ բավականին ուշ եմ սկսել երգով զբաղվել, ես իմ վերջի 5 տարին կարելի ասել, որ այսպես լրջորեն մտել եմ երգարվես, սկսել ենք տեսահոլովակներ, ձայնագրություններ, բայց էլի ես ինչ-որ մեկին չեմ մեղադրում, սա ինչ ճանապարհն է, որ դու ինքդ պետք է հարթես, պարզապես ամեն մարդ պետք է վստահ լինի, որ իրեն ինչ-որ մի փոքրիկ կայծ թեկուզ Աստված տվել է, չլսի հարևաններին, բարեկամներին, չգիտեմ, նախանձողներին կամ որովհետև դա այնպիսի բան է, երբեմն ես լսում եմ ինչ-որ երեխա է երգում, ասենք այդ կամ մեծահասակ ձայնագրությունը կա համացանցում է հայտնվել, ես տեսնում, որ երեխան չունի տվյալներ, օրինակ եմ ասում, բայց այնպես դե երեխային մենք ոնց կարող ենք վատ բան ասել, չէ, իհարկե չի կարելի, բայց տենում օրինակ, որ այդ երեխան այդ պահին ինչ-որ տվյալներ չունի, չգիտենք վաղը կլինի, թե չէ, կամ երեխաներին դնեք մի կողմ, մեծահասակ է, ասենք ինչ-որ 20 քանի տարեկան մի աղջիկ է, շատ անուշիկ է, այսպես լավ, ինչ-որ բան է երգում, բայց տեսնում ես, որ ինքը այսպես
մեծ տվյալներ չունի, բայց իրեն այսպես գրում են աղջիկ ջան, դու երգի, այսինքն այնքան երկակի է ամեն ինչ այս ոլորտում։ Դրա համար խորհուրդ տալ անհնար է։ Ես կարող եմ մի բան միայն ասել, որ եթե դու զգում ես քո մեջ կա այդ կայծը, մի լսի ոչ մեկին ու անպայման գնա քո ճանապարհով։ Իմ կյանքում եղել է երազանք, որ ես երազել եմ, բայց հասկացել եմ դա չի իմ ճանապարհը։ Ես ջութակ էի գնում ու իմ երազանքները իսկապես այսպես ասելիքով եւ մեծ ճանապարհ ունեցող ջութակահար դառնալ, բայց ինչ պատճառներով թե ուշ հայտնվեցի լավ ուսուցչի ձեռքերում, մի խոսքով այնպես էր, որ բայց դա իմ այսպես երկնագույն երազանքն էր, բայց ես հասկացա, որ դա իմ ճանապարհը չի, չգիտեմ, դժբախտաբար կամ բարեբախտաբար։ Հիմա պատկերացնում եք, եթե ես հանկարծ մտածեի, ոչ, ես պետք է գնամ ու այսպես գնայի ճանապարհով ու լինեի միջակից ցածր երաժիշտ, ինչքան տխուր կլիներ դա։ Այնքան երկ կա, որ ուզում եմ երգել, երևի 200 տարի որ ապրեի, չէի հասցնի այդքանը երգել։ Ես իմ գործունեությունը 2020 թվականին եմ սկսել ու այդ տարին կհիշեք մենք բոլորս ինչ հոգեվիճակում էինք, մեր Արցախյան 44 օրյա պատերազմից հետո ձայնագրեցինք առաջին երգը Սարդարապատն էր։ Այդ պատմությունը բազմիցս պատմել եմ, բայց այնքան է տպավորվել իմ մեջ, որ ես այսպես հուզմունքից ու ցավից խեղդվելով ու գոռալով երգում էի այդ երգը։ Նույնիսկ հնչյունային ռեժիսորը ռուս էր, մենք Մոսկվայում էինք ձայնագրում, այսպես եկել է զարմացած հենց ինձ է նայում, որովհետև այն ինչ որ մարդ ոչ թե սրտով ու հոգով, այլ արյունով ազգում, դա անհնար է կեղծել, դա դիմացին էլ ազգում, այդ ռուս մարդը առանց հասկանալու բառերը եկավ մոտեցավ ինձ նայեց, այսպես ասում է, «Всё так серьезно у вас» նկատի ունենալով պատերազմը։ Այսպես սկսեցինք երկար բարակ խոսել, ես մի քիչ հանգստացա, բայց միևնույնն է այդ ապրումները մենք ձայնագրել ենք նոյեմբերի 7-ին Սարդարապատ երգը ու ես այս վիճակում էի երգում այդ երգը։ Չիմանում ելք ու ջար խնդրերն են գտնում հնար այսպես ծագեց արեգակեց Սարդարապատի մարտը մեծ այսպես ծագեց արեգակեց Սարդարապատի մարտը մեծ Նույնիսկ այդ Սարդարապատ երգելու պահին նոյեմբերի 7-ին 2020 թվականին ես դա երգում էի հաղթանակի հույսով, դա իմ համար կարմիր երգ էր, սև չէր, չէ, սև գույն չկա, արվեստում միայն գեղանկարչության մեջ պետք է լինի սևը։ Մարդկա մտածում է, որ և փող է բերում, և արտահայտչամիջոց, այսինքն շատ տարբեր են։ Իմ պարագայում այն ինչ որ ես եմ մինչև հիմա երգել, դա կոմերցիոն չի։ Այն երգերը, որոնք մինչև հիմա ընտրվել են, ինչպես ասեցի, իրենք այսպես պրոդյուսերական հնարքներով չեն ընտրվել, ընտրենք այսպիսի երգ, որպեսզի հենց կոնկրետ այսպիսի ունկնդիր ունենանք։ Ես երգել եմ այն ինչ որ այդ պահին ուզեցել եմ երգեմ ու ինչպես նշեցի 20 թվականից հետո հայրենասիրական երգերի պահանջն էր ավելի շատ իմ հոգում, հայրենասիրական, եթե անգամ սիրային քնարական, էլի հայկական երգերի, բայց գերակշռում էին հայրենասիրական երգերը։ Երգը պետք է հուզի, երգը պետք է այսպես հոգիդ խառնի իրար ուղակի։ Դե չէ այսպես ինչ-որ ֆոնային մի բան, կամ շատ մեծ ուրախություն պարգևի, կամ պատմի ինչ-որ սիրո պատմություն, որը մարդու համար ճակատագիր եղել, ոչ թե այսպես ես քեզ սիրեցի, հիմա քեզ եմ սիրում, հետո քեզ եմ սիրում եւ ամեն ինչ նորմալ է, որովհետեւ 21-րդ դարում ենք ապրում։ Մենք մի նոր բան էլ ունենք, մեր ճանապարհը շարունակվում է եւ այսպես ակտիվ ռիթմիկ երգեր ունենք, իրենք կարծում եմ էլի հույս ունենք, որ պետք է լինեն նույն որակի, բարձր որակի, այսինքն դրանք ժողովրդական երգերի մշակումներ են, ավելի ակտիվ ժամանակակից, որոնք գուցեև ինչ-որ պահի նաև կոմերցիոն կդառնան, բայց վստահաբար իրանք իրենցից արժեք են ներկայացնում, որովհետև դրանք ժողովրդական երգեր են։ Երգարվեստը, որը ես եմ փորձում ներկայացնել, բազմագույն է,
առանց սևի։ Մենք բալետի պարուհիների նման այսպես խիստ ռեժիմի չենք հետևում, բայց ես ձեզ ասեմ, քանի որ մենք շատ ենք շփվում մարդկանց հետ, այսինքն նկարահանումներ եւ այլն շատ ենք ունենում, պետք է քեզ պահես ինչ-որ գեղեցիկ արտաքին տեսք պետք է գոնե ապահովես, բարեկազմ, դրա համար մի գաղտնի կարող եմ բացել մեր բոլոր նկարահանումներից առաջ, երբ չգիտեմ, հեռուստադիտողներից քանիսը իմ տեսահոլովակները տեսած կլինեմ, բայց այդ տեսահոլովակներից առաջ ես մի 2-3 շաբաթ այսպես խիստ սննդակարգ եմ պահում, որտեղ գիտենք տեսախցիկը ինքը ավելի է մեծացնում։ Մի խոսքով այդ բոլոր տեսահոլովակներում ես քաղցած եմ, որովհետև այդպես է պետք, որտեղ դա պահանջում է էսթետիկան։ Իմ ամենասիրելի երգչուհին Թինա Թորներն է։ Դա ֆանտաստիկա է ուղղակի։ Դուք տեսել եք ինչպես է նա երգում 70 տարեկանում ստադիոնում, պարում է, երգում է, հասկանում եք դա բնություն է։ Դրա համար երբ ասում են, այսպես այստեղ ավարտել ես երգիչը պետք է ունենա բնություն։ Ես Թինա Թորներին եմ շատ սիրում, Էդիթ Պիաֆին, որպես այսպես հզոր երգչուհիներ աշխարհում շատ կան, ուղղակի կան, որ հենց իրենց հզորությունն է քեզ շատ դուր գալիս։ Բայց պաշտելուն մոտ զգացմունք ես ունեմ Շարլ Ազնավուրի նկատմամբ։ Շարլ Ազնավուրը երբ երգում է, ես չեմ կարող ասել երգում էր։ Նա ողջ է ինձ համար։ Շարլ Ազնավուրը երբ երգում է, ես կարծես հասկանում, որ դա իմ արյունն է երգում, իմ նախնիներն են երգում, մեր ապարանի սարերն են երգում, չնայած Ազնավուրը ուր ապարան ուր չէ։ Բայց ինչ բան է գենը, ինչքան ինքը հզոր է, որ ու գիտեք, երբ ասում են ազգությունը այսօր կարևոր չէ եւ այլն, բոլոր հանճարեղ մարդիկ, ում մենք ճանաչում ենք, իրենց մեջ շեշտված ազգային գիծ է միշտ եղել։ Տեսեք Ազնավուրը ծնվել մեծացել է Փարիզում, համաշխարհային աստղ, բայց այդ հայկականությունը ինչքան մեծ է եղել իր մեջ։ Շարլ Ազնավուրը ինձ համար առաջին 1000 տեղը։ Մեր ժողովրդական երգչուհիներից Արաքսիա Գյուլզադյանը, հզոր։ Ռուբեն Մաթևոսյանը, անկրկնելի, Ռաֆի Հովհաննիսյանը, երգիչ եւ մեր ժամանակակից երգչուհիներից իմ մեծ սերն է Տաթևիկ Հովհաննիսյանը։ Շատ կուզեի երբևէ հանդիպել իր հետ։ Ու եթե հանկարծ այս կադրերը ինքը տեսնի, ես ուզում եմ ասել խոստովանել իմ մեծ սեր իր նկատմամբ, իր երաժշտության։ Ռաբիս հաստատ երբեք չեմ երգի, երբեք։ Այսպես թեթև անիմաստ կներեք հիմար երգեր։ Թեթև երգեր կա, որ իրանք շատ լավն են, բայց էլի իմաստ ունեն, ինչ-որ արժեք ունեն, իրանք ֆոլկլորից են ու թեթև են։ Դե բնականաբար դասական, ես պաշտում եմ դասական երաժշտությունը, բայց ես դասական երգարվեստում դասական երգչուհի չեմ, այդտեղ հաստատ չեք տեսնի։ Ես չեմ մեղմ ասած չեմ ընդունում, երբ հատկապես հայ երաժիշտը, հայ երգիչը հայերեն բառերով ներկայացնում է մեր թշնամի պետության արվեստը։ Ես չեմ ուզում ասեմ ճակերտավոր արվեստ, որովհետև վերջո ամեն ազգ, ամեն պետություն ունի իր մշակույթը, կամ ունի կամ գողացել է ամեն դեպքում, բայց երբ ես լսում եմ հայերեն բառերով ոչ հայկական երգեր, թշնամու արվեստին շատ մոտ, դա ինձ պարզապես այսպես վիրավորում է, կարող եմ ասել, բնականաբար դա ինձնից այսպես, ինչպես մենք ենք լուսնից, այդքան հեռու է ինձնից։ Մենք այսօր տեսնում ենք շատ աստղերի, որոնք այսպես գեղեցիկ են, այսպես են, այնպես են, բայց իրենք կարծես պատճենահանված լինեն իրար։ Ինչից է, որովհետև դա այսպես մտածված, հանճարեղ, պրոդյուսերական աշխատանք է։ Ինձ միշտ նյարդայնացնում էր, երբ ես գնում եմ ինչ-որ մի տեղ, ասենք հրավիրված է հյուր, ծնունդի, հարսանիքի եւ այլն, Շուշան ջան, մի հատ երգի։ Ու երբ, գիտեք, չես ուզում մարդու մերժես, բայց ոնց բացատրեմ, դու ամեն վարքյան չես պատրաստ դուրս գալ եւ 500 հոգու մոտ այսպես երգել, քանքարավոր ընկեր եւ այլն։ Ուզում ասեմ, իմ վարպետը, իմ սիրելի վարպետը Արսեն Գրիգորյանը, ժողովրդի մերո անունով է ճանաչում, ասում էր,
այ մարդ լավա ծանրամարտիկ չենք, թե չէ մտնեինք միտեղ ասելու են Արսեն ջան, մի հատ էս գարդիրովկան վերցրու դիրեն տեղ էլի։ Ու հատուկ չէր ասում պահարան, ասում էր գարդիրովկա։ Ես առանց իմ հայրենիքի կյանք չունեմ, ու դա այսպես պաթետիկ խոսքեր չեն։ Ինձ ճանաչողներ գիտեմ, որ այդպես է, եւ վստահ եմ, որ մեզ դիտողներն էլ կհասկանան, կզգան իմ անկեղծությունը։ Եվ դրան զուգահեռ ավելացնեմ, որ մարդ ունենալով այստեղ հզոր արմատներ, ինքը միշտ պետք է ձգտի, գնալ ուրիշ մշակույթների հետ շփվել, վերցնել, այսինքն այսպես չկաղապարվի միայն իր նեղ աշխարհով, չնայած հայրենիք երբեք չի կարող լինել նեղ աշխարհ, բայց այնուամենայնիվ կարծես դու այստեղ արմատներ ունես հզոր, բայց այդ արմատները պետք է դառնան հզոր վիթխարի ծառ պետք է դառնան։ Ուզում եմ խնդրել մեզ դիտող մարդկանց, հայերին, որ իրենց տանը միշտ հնչի լավ հայկական երաժշտություն, որովհետև մշակույթը, արվեստը մարդ է կերտում, հատկապես երաժշտությունը։ Ես խնդրում եմ, որ տանը միացնեն երեխաների համար Արամ Խաչատրյան, Ազնավուր, Հայրիկ Մուրադյան, Սպենդիարով, Անուշ օպերայի այն հատվածներ, որ երեխան կարող է լսել եւ այդպես շարունակ ժողովրդական երգերը մեր հայկական երաժշտությունը ուղղակի աստվածային է եւ ես շատ կցանկանամ, որ դա գիտեմ, որ անցյալում այդպես եղել, որ այսօր էլ այն լինի հայ մարդու սովորական առօրյայի կենցաղի մի մասը։